Ողջույն թանկագիներս, տոնական աղցանների շարքը տեսանյութերի շարունակում է, ձեր համար համեղ աղցան են պատրաստելու այսօր, ովքեր որ սրանից առաջ տեսանյութերը դիտել են, արդեն ասել են, որ որոշել են մի քանի հատ աղցան այսպես նախապես պատրաստեն, որպեսզի դուք էլ շուտ կողնորոշվեք, իմանաք ինչ եք պատրաստելու։ Չէ, որ մենք հայերս տոներ շատ ենք սիրում, չէ, ուրախություն շատ ենք սիրում, ասում որ իտալացիներն են շատ սիրում, սուրբ ծննդյան տոններն իրենք շատ սիրում, ոչ թե նոր տարին, իրենք ավելի շատ սիրում են սուրբ ծննդյան տոնը, այնքան շուկով են պատրաստվում, այնքան ուրախ են պատրաստվում, ամենաանծանոթին էլ, որ ծանոթ են, բայց ամենավերջին անծանոթն են նվեր են պատրաստում, պատկերացնում եք այդքան ուրախ են լինում, բոլորի նվերներով, հաճույքով, աշխատակազմով, ընտանիքով, ընկերներով, շատ մեծ շուկով իրենք նշում են։ Նոր տարին սովորական, ուղղակի ընտրում են, հետո ժամը 12-ին չին-չին, իրենց ձևերով ու վերջ։ Իհարկե երիտասարդները գնում են հետո ապարելու ու ուրախանալու, բայց այդ մի օրն է, հետո իրենց համար արդեն հետաքրքիր չի, մինչև ամսի 13-ը ուտել խմել չկա, իրենց մոտ այդպիսի բաներ չկա, մի փոքրիկ էսպես իրենց մասին։ Այնպես որ մենք ավելի շատ ուտելու մասին ենք մտածում, շատ բաներ պատրաստենք, համով բաներ, բա հյուրերը գալու են, լավ բաներ ունենանք, ճոխ սեղաններ ունենանք, ճիշտ է առատությունը, լիությունը, ասենք տարին ինչպես սկսենք, այդպես լավ կլինի, դրա համար էլ մենք առատ ու լի հյուրասեր ազգում, չէ՞։ Հիմա, այսօրվա աղցանը էլի հետաքրքիր աղցան է, գազար եմ քերիչով անցկացնում 3 հատ, 3 միջին չափի գազար եմ, անցկացնեմ ու անցնենք առաջ։ Այս աղցանի մեջ ամենաաշխատատար բանը գազարը քերիչով անցկացնելն է ու ամբողջ այստեղ սենց գազար է յարել։ Մի խոսքով, գազարը ավելացնում ենք այն ամանի մեջ, որտեղ պատրաստում ենք ու անցնում ենք առաջ։ 3 հատ գազար է։ Տավարի միս ենք կտրատում, մոտավորապես մի 80 գրամի չափով է, փոքր չափով ենք պատրաստում աղցանը, որ տոնական օրերին շատ պատրաստենք, հիմա քիչ քանակությամբ եմ պատրաստում, ես այսօր մի 4-5 տեսակի աղցան եմ պատրաստելու, հյուրեր ունեմ, այնպես որ ինձ այսօր սա կբավականացնի։ Համեղ տավարի միս ընտրեք, որպեսզի աղցանը համեղ լինի, սիրելիներ, սովորաբար յուրաքանչյուր ուտեստ պատրաստելուց աշխատեք, որպեսզի բաղադրիչ ավելի լավ է քիչ պատրաստենք, բայց որակով ու համեղ ուտեստ պատրաստենք։ Լավ մթերք ձեռք բերեք, որպեսզի ուտեստը համեղ լինի ու ամենակարևորը օգտակար լինի։ Ուրեմն միսը ավելացնում ենք։ Սունկ ունեմ այստեղ, արդեն ինքը մանրացված է, ես երբ որ ձեռք եմ բերել, այսպես մանրացված տեսակն է, շամպինյոն տեսակն է, ձեթի մեջ է պատրաստված, բայց դուք սովորական ցանկացած սունկ կարող եք օգտագործել։ Ես շամպինյոն տեսակն եմ սիրում, 1 տուփ է, մոտավորապես 280 գրամ սունկ կա այստեղ։ Ջուրը հանած, տուփի վրա այդպես է գրված, բայց մի քիչ շատ, մի քիչ չի խանգարում, այս աղցանը կկոչվի սունկով աղցան։ 100 գրամ կանաչ բոլոր, հիմա մի փոքրիկ 50 գրամի չափով ընկույզ ենք մանրացնում, այս աղցանի մեջ կարող եք սխտոր ավելացնել, ես սխտոր չեմ ավելացնի այսօր, որպեսզի սուր համ չունենա աղցանս, որովհետև հյուր եմ ունենալու, չգիտեմ, սխտոր սիրում եք, թե ոչ, եթե հասկանամ սխտոր սիրում է, այդ ժամանակ կարող եմ մի փոքրիկ սխտորի փոշի էլ ավելացնել, որովհետև իդեպ շատ համեղ է սխտորով, կարող եք հանգիստ ավելացնել, սա էլ էսպես, ունեմ մարինացված վարունգ, դա ենք կտրատելու, ընկույզը այսպես մաքրենք կողք քաշել, չնայած մեր աղցանի մեջ է գնալու խնդիր չկա, այսպես խորանարդիկներ կանենք, հանկարծ քերիչով անցկացնեք, որովհետև ինձ մի հետևորդուհի հարցրեց, մի հայուհի, կարող ենք վարունգը, թթու վարունգը, մարինացած վարունգը, որպեսզի ավելի համեղ լինի, քերիչով անցկացնեն, խորհուրդ չեմ տալիս, որովհետև այնքան ջուր է դուրս տալիս, աղցանի մեջ ավելորդ ջուր է լինելու, այնպես որ խորհուրդ չեմ տալիս, շատ մանր արեք, եթե ուզում եք շատ մանր լինի, բայց քերիչով անցկացնելը հաստատ խորհուրդ չեմ տա։ Այս էլ վարունգը,
Իդեպ այսօր Անահիտին համոզել եմ, որ մի քիչ տեսանյութեր այսպես նկարենք, ինքը քննության շրջան է իր մոտ, շատ բարդ, բժշկականում գիտեք որքան բարդ է սովորելը, ամեն տեղ է բարդ սովորելը ու շատ կարևոր, բայց իմ աղջիկը այսպես իրեն զոհաբերում է իր մամայի համար, Ալիքի համար, նաև ձեր համար, որպեսզի համեղ ուտեսներ նկարենք։ Մի փոքրիկ մաղադանոցը շատ պետք չէ։ Այդ ենք ավելացնում, աղու սև պղպեղ ենք անելու, այսպես, ուրեմն սև պղպեղ։ Ես իմ տեսանյութերի մեջ միշտ ասում եմ, որ չեմ սիրում, երբ որ կարմիր պղպեղ եմ ավելացնում, արդեն գիտեք, գույնի համար։ Մի փոքրիկ աղ ու խառնում ենք։ Հիմա մի լավ կխառնենք, նախապես մինչև մայոնեզ ավելացնելը։ Նամանավանդ, որ գազար կա, մի լավ պետք է խառնենք։ Համ համերը կտարածվեն, համեմունքները կտարածվեն ու ավելի հեշտ կլինի։ Հիմա մայոնեզ ենք ավելացնում, մի 2 ճաշի գթալի չափով, շատ չավելացնեք։ Կարող է ես շատ ավելացրեցի, չգիտեմ, ուղղակի պետք է հիմա մի լավ խառնել։ Մայոնեզը ավելացնելուց կարող է ձեզ սկզբից թվա քիչ է։ Լավ խառնեք, հետո երբ որ կարիք լինի, էլի կավելացնեք։ Ես մի փոքրիկ էլ մայոնեզ ավելացրեցի, այսպես սիրուն խառնում ենք։ Հիմա մատուցում ենք, տեսնենք ինչպիսի տեսք ունի, հետո էլ համտեսում ենք։ Ոյ, ինչ չոմեղ եմ։ Ընտիր է սիրելներս, համոզված եմ, որ ձեզ էլ դուր կգա, անպայման կպատրաստեք։ Շատ համեղ, հետաքրքիր համերով, համոզված եմ։ Այ կպատրաստեք, ինձ էլ կգրեք, որ իմանամ պատրաստել եք, ձեզ դուր է եկել, թե ոչ, այնպես որ տոներին հաստատ այս աղցանը կլինի ձեր աղցանների շարքում։ Ես մրգերով, քաղցր սալորժա չրով կամ հատուկ չրեղենով աղցաններ ունեմ արդեն, նույնիսկ արձագանքներ եղան, որ ինչ աղցան, որ մեջը քաղցր բաներ կա, խնձոր, անանաս, այս կոմենքոմ, մոդայի հետևից եք ընկնում, այդպիսի բաներ եղան մի քանի տարի առաջ, դե իմ Ալիքը արդեն 6 տարվա պատմություն ունի։ Ամեն դեպքում ունեմ նաև այդպիսի աղցաններ, բայց շատ համեղ են իդեպ ասեմ, եթե ուզում եք հղումներ, ես յուրաքանչյուր աղցանի տակ շատ աղցանների հղումներ կդնեմ, նկարագրության բաժնում կարող եք այցելել ու դիտել սիրելիներս։ Դե ինչ հարգելիներս, պատրաստեք սիրով ու գեղեցիկ պատրաստեք, սիրով պատրաստեք, այն գաղտնի բաղադրիչը, որ միշտ ասում է, դա ձեր սերն է, դա ձեր ցանկությունն է։ Հաջողություն բոլորին, կտեսնենք հաջորդ տեսանյութին։